Փառքը Տիրոջը լինի։ Մենք չպարտանանք, ոչ մի բանով, եւ բարներ ջան, ոչ մի բանով չպարտանանք։ Փառքը Տիրոջը թող լինի։ Ես ուզում եմ մի քանի խոսք հակի ասել ցես, ինչ կլիներ ես նայում եմ այդ բոլոր ինչ կլիներ եթե այդ շովուրդը սրբանար լրիվ։ Տերը ուզում է սրբացնել բոլորին, չի ուզում մեկը դրան հետևը մնա։ Տերը ուզում է այցելել ամեն մեկին եւ իր միջոցով փառավորվի եւ տարածվի այդ փառքը, իսկ մեր փառքը իջնի շատ եւ շատ ներքև գնա, որ Տերը փառավորվի, Աստված օգնի։ Եղբայրներ ջան, ես ուզում եմ մի բան ասել խոստովանության կարգով, երբ որ դուք նստած տեղը աղոթում եք եղբայրների համար, ինձ համար էլ աղոթեք, մենք զորություն ենք առնում։ Իմ կարծիքով դուք եք զորություն առնում, որովհետև բարի սրտով աղոթում եք։ Եվ ձեզ համար աղոթեք, որ խոսքը Աստծո լուծված Սուրբ Հոգիով դառնա շարժող կյանք եւ տարածվի հոգու համակարգում, շունչի համակարգում եւ ամբողջ մեր էջան մեջ, մտքի մեջ, մարմնի մեջ, բոլոր տեղերում լիովին լեցված լինի Տիրոջ ներկայությունով, ինչպես եղբայրը ասեց Ազանովը, տարվա բոլոր օրերը, կյանքի բոլոր տարիները լրիվ Տերը լինեն տեղ, ոչ մի սիրիալ, ոչ մի դադար բաներ այդ աշխարհի, այլ մենակ Տերը լինի եւ լեցին լինի։ Եվ եթե սատանան ուզենա մտնել, հնարավորություն չլինի։ Տիրոջ անունը թող փառավորվի, մենք մի քանի խոսք հիշենք, ինչպես Տերը մեզ սիրում է։ Ես այդ տեղերը կասեմ, ինչպես գրված է, Հիսուսը մեր մասին աղոթք արեց եւ աշակերտներին հավաստիացրեց, որ աշակերտների սրտները զորավոր լինեն Սուրբ Հոգիով։ Նա ասեց, Հայր, զանեկա որ դու ինձ տվիր, դու սիրեցիր ինչպես ինձ։ Ասենք փառք Տիրոջ։ Այսօր շատ լսեցինք։ Այսօր շատ մշակվեց հողը ամեն մի մարդու սրտի մեջ է։ Եվ ես հույսով եմ եւ հավատքով եմ, որ հիմա շատ լավ էլ կցանվի այդ սրտների մեջ։ Եվ շատ լավ խորը կգնա արմատ կառնի եւ մեծ պտուղ կլինի։ Եվ Հիսուսը շարունակեց այդ ոսկե շղթան, ինչպես Հայրը ինձ սիրեց, ես ձեզ սիրում եմ։ Փառք Տիրոջ։ Երկու կողմից սերը մեզ գրկել է Աստծո։ Եվ շարունակեց այդ խոսքը, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք մեկիդ սիրեք, ասենք փառք ես Տեր, Աստծո սիրով սիրենք, ոչ թե մեր այդպես փխրունիկ սիրով, այլ ինչպես ես ձեզ սիրեցի, այդպես դուք սիրեք մեկդ մեկի։ Մեկս մեկի համար ուրախությամբ կյանք դնենք, եղբայրներ ջան, եւ բարին կամենանք, համաձայնակ այդպես լինի։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ես ուզում եմ մի փոքրիկ հիշենք այն աշխատանքը, որ Աստված արեց, երբ որ դեռ հլա մենք եկեղեցի չունենք այստեղ։ Ես հիշում եմ այդ աղոթքները։ Այդ աղոթքները եղել են Արբավիրում, այդպես ասած, իմ մանկական տարեդերներ դեբրոցական։ Այդ աղոթքը շարունակվեց Դնեպրոպետրովսկում, փառք Տիրոջ, որտեղ ես առաջ անգամ տեսա այնպեսի հրաշք, որ աղոթքը սկսվեց երեկույթը դեռ բելույս էր եւ վերջացավ առավոտը։ Նայեցին աշխատանքի են ուշանում։ Անվա ծածկեց այդ աղոթքախմբին։ Ասենք փառք Տիրոջ։ Այդ օրնությունը եղավ Լենինգրադում, որտեղ աղոթում են հայ ժողովրդի համար, ես խնդրում եի եւ խնդրում եի հայ ժողովրդի համար աղոթք եղավ Լենինգրադում։ Այնտեղ էլ մի այնպեսի կրակ իջավ, ասում են ճիշտ ասես եղբայրը, կոսմետիկա պետք է չի, երեք մենք լսեցինք։ Տերը երբ որ այցելում է մարդուն, մարդը սրբանում է, դառնում է գեղեցիկ, ասենք փառք Տիրոջ։ Այն ժամանակ հալածանք կար, եւ մենք խորը անտառում Լենինգրադի շրջանում հավաքվել ենք Կիրակի օրը։ Եվ այնպեսի մի օրհնություն ծածկեց ամբողջ տեղը։ Ես աչքերս աղոթում էի, բայց ասեցի պիտի բացեմ աչքերս։ Բացեցի եւ տեսա այն ինչ որ գրված է Սուրբ գրքում։
Իրաջ բոլոր գործերը փառք եւ գեղեցկություն են, ասենք փառք Տիրոջ։ Եղբայրները այնպես գեղեցիկ էին, երկնային գեղեցկությունները չէր այդ եղբայրները։ Քույրերը ոնց որ հրեշտակներ լինեին, աչքերս բացեց, ասի Տեր Աստված, եթե դու կարող ես այդպեսի ծաղիկներ փնջել, բայց դու ինչպեսին ես, փառք ես Տեր Աստված։ Եղբայրը շատ ասեց, այն ճանապարհների մասին, որով մենք սիրով պիտի կապվենք Տիրոջ հետ։ Եվ եթե կա այդ օրը, այդ գլուխը ազատվի այդ ուսերից, համարենք այդ օրը ամենաուրախ օրը, ինչ կարծիք եք եղբայրներ զանքներ, Տերը թողնի։ Եվ այդպես Տիրոջ մեծ ողորմությամբ նույն օրհնությունը կատարվեց եւ Էստոնիայում, ելի այդպես երկու աղոթք սկսվեց եւ չդադարեց, Սուրբ Հոգին այցելեց եւ չէին կարող աղոթքից դուրս գալ եւ մինչեւ առավոտ, ասենք փառք Տիրոջ։ Տիրոջ մեծ ողորմությամբ Աստված նման օրհնությունով Լատվիայում օրհնություն տվեց։ Ես իմ աչքով տեսել եմ եւ բոլոր տեղերում ես ասում եմ հայ ժողովրդի համար աղոթք այդպես չի եղբայրներ ստացվել հինքերեն այդպես չի ստացվել հինքերեն շատ մարդիկ են աղոթել եւ դեռ Էստոնիայում Տերը տվեց վկայություն թող այդ քաղաքը եւ ես դուրս եկա նորից Պետերբուրգ այնտեղ Տիրոջ ողորմությամբ բացվեց ճանապարհ Հայաստան եւ ես հիշում եմ երբ որ Թիֆլիսով գալիս էի հասցե չունեի բայց ասես հեշտ ինձ տվեց գտնել եւ եկա ուղիղ պաշտամունքի ժամանակը վերջը այնտեղ էլ ռուսի եկեղեցին շատ ուժեղեր են ժամանակը շատ զորավոր էր աղոթեցին հայ ժողովրդի համար Թիֆլիսը եւ երբ որ մտա Հայաստանի մարզը առաջի գյուղը եւ երկրորդը այդպես հաջորդած գլուխս շուր էի տվել մի կողմ որ շոֆերը իսպանից նստողներից երեսս ցածկված լինի եւ աղոթում էի Տեր Աստված այդ առաջի կետը օրհնի որ թող եկեղեցի լինի հիմա եկեղեցի այնտեղ երկրորդ տեկը այստեղ էր մի հատ լավ հիշում եմ գրված էր Սոլակ Տեր Աստված կզորություն այստեղ էր թափի բայց շարունակում էին այդ բոլոր տեղերը Դնեպրոպետրովսկ Պետերբուրգ Տալին Ռիգա աղոթում էին երբ Տերը վկայություն տվեց իրանց որ իրանց աղոթքը հասնում ատեղ մի եղբայր ինձ գրեց նամակ եղբայր Տիրոջ մեծ ողորմությամբ Տերը ցույց էր տվել հայտնություն ասում է ջոկատե նման գնում էին դաշտով ինքը շինարար էր մասնակիտությամբ ասավ տեսա հերու շինարարությունը գնում տունը շարվում եւ ասում է ես թողեցի այդ ջոկատը այն մտքով ես նորից վազեվազ կգամ իմ տեղը կգտնեմ այդ մեր եպիսկոպոսներից մեկն էր Պետերբուրգի ասում է երբ որ մոտեցա տեսա որ արդեն հիմքը դրված է եւ պատնա աճում բայց ժողովուրդը քրտինքի մեջ աշխատում է ասում է տեսա բոլորը քույր էին իսկապես առաջի այդպես ասած շինարարները քույրերն էին բապտիստական եկեղեցից Տիրոջ անունը թող փառավորվի բայց ամենաուժեղ օրհնությունը կատարվեց Հայաստանում դժվար էր եւ ես մի տեսակ հույսահատվեցի ասի չէ ժողովուրդը չի ընդունի մոտ 8 ամիս այդպես առանձնանում էին աղոթում էինք բապտիստ քույրիկների հետ բայց շարժում չէր երևում եւ ես ուղղակի հիշողության համար գրեցի մեր եղբայրները Ռուսաստանում Ուկրաինայում աղոթում են մեր արթնության համար բայց չի շարժվում տեղը աշխատանքը չի շարժվում եւ այդպես ես կասեմ ռուսերեն հայերեն եթե պետքա կթարգմանեմ եւ գրեցի որ այդ աղոթները շատանան եւ Ուկրաինայում եւ Ռուսաստանում եւ գրեցի այդպես я скажу по-русски я видя что не движется дело вперед в молитве обратился к Господу и сказал Господи здесь не движется дело в других местах двигалось здесь нет и написал так как много братьев одаренных
сестер разумных в русской церкви есть, любвеобильных, пламенных, бесстрашных, разрушивших преграду смерти. Здесь давно вас ждут. Утомленные очи народа с первых дней принявшего Христа, и, кажется, среди тьмы греховной долгой ночи он к жизни не воспрянет никогда. Но, верю, будет пробуждение и здесь, на Ноевой земле. И вот мы видим, идет благословение, мы молимся. Господь послал посланцев, наполнил их, но мы молимся за вас, друзья дорогие. Это не наши таланты, это Божья милость, что Господь посещает и зажигаются сердца, а потом эти сердца зажигают и других. Здесь меркутых карта. Territorni voluritev partnership. Եվ այդպես եկավ մի օր, ինձ արդեն թվաց, որ կարելի է վկայել այդ հոգիներին Սուրբ Հոգու մասին, որ դրանք էլ Սուրբ Հոգուց ծնվեն, որովհետև դեռ ծնվել էին Աստծո խոսքից, ինչպես առաքյալները 3.5 տարի ծնված էին Աստծո խոսքից, իսկ Պենտեկոստե օրում Սուրբ Հոգուց ծնվեցին։ Տիրոջանն թող փառավորվի։ Եվ այդպես ասած, երեկույթ ժամանակ էր, արդեն ժամանակը վերջացել էր, կիրակի օր չէր, հասարակօր էր, շաբաթվա։ Ես ասեցի իրանց, քույրեր, կա այդպես մեծ օրհնություն, այդ որ դուք այցելվում եք, շարժվում ամբողջ օրգանիզմը դողալով, եւ ուրախանում եք, պայծառանում են աչքերը, դրանից ավելին կա։ Տերը ուզում է իր հոգիով միանալ ձեր հոգիների հետ։ Ահա Սուրբ Գրքում գրված է։ Մեկը ասավ, չէ, մեզ այդ ուսմունքը պետք է չի։ Մենք արդեն ծնվել ենք Սուրբ Հոգուց։ Ես լուր մնացի, բան չասեցի։ Այդպես կանգնեցի, դրանք սկսեցին մեկը մեկին տակացնել, դեմ դնել, եւ ես Տիրոջ ասեցի, Տեր Աստված, ես քո գործը փշացրեցի։ Պիտի մի լավ եղբայր գար, հոգով լեցված, զորավոր եղբայր գար, վկայեր եւ բոլորը ստանան։ Եվ այս ժամանակը ձայն չստացվեց, ասեցի ոչ։ Իսկ եթե ստացվի, դու չես ասի, այդ ես ասեցի, դրա համար արթնացավ ժողովուրդը։ Ես պատասխանեցի, ասեցի, ես այդ բանը չեմ ասի, ես կասեմ ինչպես դու անում ես։ Եվ այդպես ասեցի, քույրեր, թողնենք, արդեն ուշացել ենք տուն գնալու մութը, եւ այդ ժամանակին մի քույր իրանցից աշխատանքի տեղը ինչ որ մնացել էր, եկավ, երբ որ մենք արդեն դեռ ճաղոտն ենք անում, եկավ եւ բաց դրանը կանգնեց։ Այնտեղ որտեղ մենք արդեն ավարտում ենք, կետ ենք դնում Աստված նոր ինքն է սկսում անել։ Եվ այդ պարագային կատարվեց անսպասելին։ Այդ քույրիկին, որը տեղյակ չէր բերել ասուլիսին, նենպես զորություն գերբնական այսօրից։ Նենպես ուժեղ ձայնով, վերջը ուզեց գորալ ալելույա չեղավ, եւ օտար լեզուն եթե նման որ չսկսեց գալ։ Իրանցը գցեցին, վայ ինչ եղավ մեր Ալիսայի հետ, ով մոտեցավ ձեռ տվեց Սուրբ Հոգին նրա վրա սկսեց իջնել։ Եվ այդպես բոլորի վրա իջավ Սուրբ Հոգին։ Ասենք ֆարկներ, Տիրոջ։ Անցավ քիչ օրեր, հալածանքը սկսվեց, բայց մի մեծ սարավ կար, շարունակել հավաքույթը։ Հիմա վախենում են մեզ իրանց տները ընդունել նոր հոգիներին։ Բայց մի հատ քաչ ծեր քույրիկ ասավ, ես մեծ տուն ունեմ, ես խնդրում եմ եկեք ինձ մոտ։ Եվ գնացինք այնտեղ, մտանք բակը, սեփական տուն էր, եւ այնպես ստացվեց, որ տեսանք, որ տան մեջը չի տեղավորվում, այնքան ժողովուրդ բակում լցվեց, ասացինք բակում անենք, ինչ ուզում ա լինի, բայց իշխանությունը նայում էր այդ բոլորը, այդպես է բան չէր եղել, որպես բացօթյա, փողոցը կողքը, եւ այդ ժամանակը օրը դեռ չէր վերջացել, արևը բավական բարձր էր, աշխատանքից հետո էր, եւ աղոթքի ժամանակը մի այնպես զորություն թափեց, այնպես այդ զորությունը միացրեց բոլորին աղոթքով, հիմա չեն կարող աղոթքը դադարեցնել, Տիրոջ հալիքները գալիս են մեկը մեկի վրա, եւ ամբողջ իրիկուն աղոթքով շարունակեցին։ Սկսվեց գիշերը,
աղոտ կավելի ուժեղացավ։ Ասենք թարք մեր Տիրոջը, այս երևում է, որ Տերը մեր հայ ժողովրդին շատ է սիրում, եւ այնպես ալիքներ թափեցին օրհնության, ավելի խորը եւ ավելի զորավոր։ Նայեցին առավոտը, մեկ ասեց ամեն, նայեցին ժամացույց աշխատանքի ենք ուշանում։ Այդպես ամենաբուրըն եղավ Հայաստանում օրհնություն։ Հիմա ցանկություն կա, որ այդ ալիքները շատանան եղբայրներ ջան, համաձայն եք թե չէ։ Ես երկու տեղ եմ կարդում, շատ եւ մեր Ազանավ եղբոր ասած շարունակությունն եմ ուզում կարդալ։ 63 Սաղմոսում մի քանի խոսք եմ կարդում։ Ով Աստված, դու ես իմ Աստվածս, ես արտվանց քեզ կփնտրեմ, հոգիս կծառավի քեզի, ու մարմինս քեզի կփափակի, չար ու ծառավ տեղը ուր ջուր չկա։ Հիմա Տերը կպատասխանի այդպես աղոթքի եղբայրներ ջան, կպատասխանի եւ երկրորդ տեղը։ 81 Սաղմոսից Տերը լսում է չէ ձայնը։ Տեր, դու ես իմ Աստվածը, հեսա Տիրոջ արձագանք։ 81 Սաղմոսից եմ կաչում։ 10 համարից ես եմ քո Տեր Աստվածդ, որ հանեցի քեզ Եգիպտոսի երկրեն, լայն բաց քո վերանդ, ասենք թարք Տիրոջը, այսինքն մանր բաներ չխնդրենք եղբայրներ, ուտել, խմել, հագնվել, խնդրենք այն, որ Տիրոջ մեծ գործն է։ Առաջին մեծ գործը Հիսուս ասավ. ամեն բաներից առաջ երկնային թագավորությունը խնդրեցեք եւ իր ճշմարտությունը, մնացածը ձեզ կտրվի։ Լայն բաց քո վերանդ, մեծ բաներ խնդրի։ Եթե խնդրենք, որ մեր ամբողջ ազգը արթնանա, մեծ բան է թե փոքր է, մեծ բան է։ Տերը թող օրհնի եւ ես նայելով այդպես հավատում եմ, մենք աղոտ պիտի անենք։ Մեր հայ ժողովուրդը պիտի դետանացի տակամ ընկնի եւ բռնկվի բոլոր ընտանիքները ամեն օջախում Հիսուս այցելություն անի։ Ես հավատում եմ Տերը այդպես աղոթներ սիրում է եւ ընդունում է։ Տերը թողնության հասնի։ Լայն բաց քո բերանդ ուզանիկա պիտի լեցնեմ։ Հիմա Տերը լեցնում է, ով կասի լեցնում է։ Այդպես է թե չէ։ Աղոթողներ կան եւ աղոթներին պատասխան կա։ Տիրոջ անունը թող փառավորվի եւ 30 Սաղմոսից շատ համառոտ եմ կարդում։ Իմ սուքս ցնծության փոխեցիր, քուրծս ինձ մեհանեցիր ու ինձի ուրախություն հագցուցիր, որպեսզի իմ փառքս սաղմոս երգե քեզի ու ալ չլրե, այսինքն անդադար փառք տանք Տիրոջը, ցնծությամբ փառաբանենք մեր Տիրոջը։ Տերը ուզում է որ չլրի, ոմանք մի փոքր բռնկվում են, հետո հանգչում են նորից շաբաթը մի անգամ, թե երկու շաբաթը մի անգամ, բայց այստեղ ամբողջ կյանքն է Տերը ուզում։ Այդ խոսքը, որպեսզի իմ փառքը սաղմոս երգե քեզի ու ալ չլրե, ով իմ Տեր Աստվածս, հավիտյան քեզ պիտի գովեմ, փառք մեր Տիրոջը, Տերը թողնի եղբայրներ ջան, չեմ ուզում ժամանակ շատ վերցնել, բայց ուզում եմ մի հատ սրտանց աղոթ կանենք, այն հոգիներին, որոնք առաջ անգամ են եկել, այն հոգիներին, որ հիվանդ են այստեղ, այն հոգիներին, որոնք ծառավ են ուզում են փոխվել, այն հոգիներին, որոնք կիսատ բրատ ապաշխարել են, դեռ չեն ապաշխարել, բայց իրանց թվում է, որ ապաշխարել են, Տերը թողնության հասնի, որում մեր նպատակը, Տերը այցելի ամեն մի հայոց օջախ, Տերը այցելի եւ կառավարությունը նրանց էլ արթնացնի, Տերը մեր ամբողջ հայ ժողովուրդը մի բռնկված, այդպես ասած կրակ սարքի, մի մեծ խարույր եւ այդ խարույրից մեկ զգանք, որ կրակը տարածվում է եւ կողքի ժողովուրդների վրա։ Հիսուս Փրկիչ, ամենակարող Տեր